Ամբողջ սեզոնի համար նախատեսված 200,000 գրիպի դեմ պատվաստանյութից մոտ 178,000 դեղաչափն արդեն սպառվել է։ Նախորդ տարիների համեմատ սա մեծ ցուցանիշ է, ընդգծում է մասնագետը։ Անհրաժեշտության դեպքում նոր դեղաչափեր կապահովեն։ Գրիպի դեմ պատվաստումները սկսվել են այս տարի շատ ավելի վաղ, քան անցյալ տարի, մոտ 1 ամիս շուտ, սեպտեմբերի 8-ից արդեն պատվաստանյութը բաշխվել է բոլոր բժշկական հաստատություններում, որտեղ իրականացվում են պատվաստումներ եւ որոնք պիտի կատարվեն ռիսկի խմբերի անձանց։ Ռիսկի խմբերի մասին մասնագետը հատկապես է շեշտում։ Նրանք են հղիներ, 6 ամսականից 5 տարեկան երեխաներ, 65-ից բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություն ունեցողներ, բուժաշխատողներ, փակ կազմակերպությունների աշխատակիցներ եւ շահառուներ։ Այն քաղաքացիները, որոնք յուրաքանչյուր տարի սեզոնից առաջ հատկապես մեծահասակներ, քրոնիկ հիվանդներ, իրենք են արդեն ահազանգում, որ պատվաստանյութը երբ կլինի, որ դիմեն, հասանելի է բոլորին, բոլոր բժշկական կազմակերպություններում։ Հայաստանում սուր շնչառական վարակները շարունակում են ակտիվ լինել նաև սեզոնի 51-րդ շաբաթում, սակայն նախորդ շաբաթվա համեմատ կա նվազում 1.2 անգամ։ Ըստ մարզերի, առավել այսպես ակտիվ մարզերն են այս պայծրության Պարագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերը եւ իհարկե ակտիվություն նկատում է նաև Երևան քաղաքում։ Թե ընդհանուր դեպքերի, թե հոսպիտալացված դեպքերի ճնշող մեծամասնությունը մինչև 18 տարեկաններն են, ընդհանուրի 78%-ը, հոսպիտալացվածների 91%-ը։ Երեխաների այսպես տոկոսը մի քիչ ավելի բարձր է կազմում եւ երեխաների շրջանում այդ փոխանցումը, որտեղ իրանք սերտ շփման մեջ են, չոր օդ է, չեն օդափոխում, խոնավ մաքրում չեն իրականացնում, իսկ շնչառական վարակին հենց դա էլ պետք է, որ ինքը փոխանցվի մեկը մյուսին։ Այս պահին շարունակվում է շրջանառվել գրիպատեսակի H3N2 ենթատեսակը, իհարկե նաև շրջանառվում են այլ շնչառական վարակներ, ինչպիսին է ռինովիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը։ Ակտիվությունը փոքրինչ նվազել է, դպրոցների մանկապարտեզների արձակուրդի ընթացքում գուցե էլի նվազի, նկատում է բժիշկ համաճարակաբանը, սակայն առջևում ամանորյա տոներն են։ Էմմա Վարդենյան, Էդգար Դավթյան, լուրեր։